Վերջին շաբաթվա ընթացքում կայացան Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը, ինչպես նաև Հայաստանի Fastex Premier League-ի առաջնության 26-րդ մրցափուլի հանդիպումները։ Նախ անդրադառնանք գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, 16-րդ րոպեին եղավ իրավիճակ, երբ Ուրարտուն պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված, անկյունային հարվածի խաղարկումից հետո, կրկնապատկերում կարող եք տեսնել, որ կա հավանական խախտում տուգանային հրապարակում Ուրարտուի խաղացողի նկատմամբ, սակայն եթե ուշադրություն դարձնենք փոխանցման պահը, կտեսնենք, որ այդ հավանական խախտման իրավիճակի պահում գնդակը դեռ խաղի մեջ չէր մտել։ Հետևաբար չի կարող նշանակվել 11 մետրանոց հարված։ Եթե պարզեր, որ գնդակը խաղի մեջ էր, այդ ժամանակ վար մրցավարները միանշանակ տեղյակ կպահեն մրցավարին եւ անհրաժեշտության դեպքում, եթե նրանց գնահատմամբ այդ գործողությունը լիներ խախտում, կկանչեի նրան խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Նույն խաղի 48-րդ րոպեին արդեն նոա թիմն էր պահանջում նշանակել 11 մետրանոց հարված հավանական ձեռքով խաղի համար։ Նոա թիմի հարձակվողի հարվածից հետո կարող էր ստեղծվել տպավորություն, որ գնդակը դիպչում է Ուրարտու թիմի խաղացողի ձեռքին, սակայն կրկնապատկերները հստակ ցույց տվեցին, որ հարվածից հետո հենց նոա թիմի հարվածողի ձեռքին է դիպչում գնդակը եւ բնականաբար այստեղ 11 մետրանոց նշանակելու կարիք չկար։ Ալաշկերտվան խաղի ժամանակ մրցավարը խաղադաշտում կայացրեց որոշում նշանակել 11 մետրանոց հարված։ Նրա դիրքից կարող էր ստեղծվել տպավորություն, որ պաշտպանվող խաղացողը շարժում է կատարում դեպի հարձակվողը եւ դրանով արգելափակում է նրա առաջ խաղացումը։ Սակայն վար մրցավարները ստուգելով կրկնապատկերները եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է մրցավարին կանչել խաղադաշտի տեսադիտում կատարելու, քանի որ նրանց կարծիքով տվյալ իրավիճակում խախտում չէր կատարվել։ Դիտելով իրավիճակի կրկնապատկերները կարող ենք տեսնել, որ վան թիմի խաղացողը ուղղակի վազում է այն գոտի, որտեղ որ պետք է նա ընդունի գնդակը եւ նրա եւ հարձակվողի միջև ուղղակի բախում է տեղի ունենում, պաշտպանել ոչ մի անօրինական գործողություն չի կատարել, մրցավարը դիտելով կրկնապատկերները փոխել է իր սկզբնական կայացրած որոշումը, չեղարկելով նշանակված 11 մետրանոց հարվածը։ Նույն խաղի ընթացքում մրցավարը եւս 1-11 մետրանոց նշանակեց Ալաշկերտ թիմի օգտին։ Ի տարբերություն նախորդ դրվագի կարող ենք տեսնել, որ սա ավելի պարզ դրվագ է։ Վան թիմի խաղացողը ընդհանրապես չի խաղում գնդակ, ոտքով խախտում է կատարում մրցակցի նկատմամբ, մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում, ճիշտ նշանակում է 11 մետրանոց հարվածը։ Փոխհատուցված առաջին րոպեին 11 մետրանոց հարված նշանակվեց արդեն Ալաշկերտի դարպասին, չնայած նրան, որ դարպասապահի նպատակը գնդակ խաղալն էր, նա ընդհանրապես չի դիպչում գնդակին, այլ իր մարմնով եւ ձեռքերով բախում է ստեղծում հարձակվողի նկատմամբ, որի արդյունքում մրցավարը ճիշտ համագործակցելով իր թիմի անդամների հետ կայացնում է վերջնական ճիշտ որոշում, նշանակելով 11 մետրանոց հարված Ալաշկերտ թիմի դարպասին։ ԲԿՄ Արարատ Արմենիա խաղի ժամանակ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված Արարատ Արմենիա թիմի օգտին։ ԲԿՄ թիմի պաշտպանը օգտագործելով ձեռքերը բռնում պահում է մրցակցին, որով թույլ չի տալիս նրան ավելի լավ դիրք գրավել եւ պայքարել գնդակի համար։ ԲԿՄ թիմի խաղացողի ձեռքերից մեկը գտնվում է նրա կրծքավանդակի վրա, իսկ մյուս ձեռքը արդեն մյուս ուսի վրա է գտնվում, երկու ձեռքով բռնելով նա թույլ չի տալիս, որպեսզի մրցակիցը հասնի գնդակին։ Վար մրցավարները ստուգելով տվյալ իրավիճակը համամիտ եղան մրցավարի դաշտում կայացրած որոշման հետ եւ 11 մետրանոցը հաստատվեց։ Շիրակ Ուրարտու խաղի ընթացքում Ուրարտու թիմը գրավեց մրցակցի դարպասը, սակայն դարպասի գրավումից հետո մրցավարի օգնականը դրոշով արձանագրեց, որ գնդակը մինչ գոլ մտնելը արդեն դուրս էր եկել խաղադաշտի սահմաններից։ Համաձայն վառ արձանագրության նմանատիպ իրավիճակում մրցավարի օգնականը պետք է սպասվի մինչև գրոյի վերջնական ավարտը, որից հետո նոր արձանագրի, որ գնդակը լքել էր խաղադաշտի սահմանները։ Մրցավարի օգնականը գտնվելով ճիշտ դիրքում ճիշտ տեղեկատվություն է տվել մրցավարին, որի արդյունքում դարպասի գրավումը ճիշտ չի արձանագրվել։ Նոա Արարատ խաղի ընթացքում մի քանի հետաքրքիր իրավիճակներ ստեղծվեցին խաղից դուրսի հետ կապված։ Փոխանցման պահին Նոա թիմի երկու հարձակվողներն էլ գտնվում են խաղից դուրս դիրքում, ինչպես արդեն ասել էի, կապույտ գիծը ցույց է տալիս պաշտպանի դիրքը, կարմիր գիծը ցույց է տալիս հարձակվողի դիրքը։ Մրցավարի օգնականը նույնպես ճիշտ դիրքում է գտնվում եւ այդպիսով ճիշտ արձանագրել է խաղից դուրսը, որի արդյունքում չարձանագրվեց
խփված գոլը։ Եվս մեկ իրավիճակ կապված խաղից դուրսի հետ, մրցավարի օգնականը թույլ է տալիս խաղը շարունակել, նրա գնահատմամբ տվյալ իրավիճակում խաղից դուրս դիրքի խախտում չի եղել, Արարատ թիմի խաղացողը իր դիրքով փակում է խաղից դուրսը եւ նրա թիմի խաղացողը ճիշտ դիրքից է միանում գրոհին, որի արդյունքում գրավում է մրցակցի դարպասը։ Վար մրցավարները գծելով տվյալ իրավիճակը հաստատում են մրցավարի օգնականի որոշումը եւ գոլն արձանագրվում է։ Նույն դրվագում կա երկու իրավիճակ խաղից դուրսի հետ կապված։ Առաջին փոխանցման պահին նոա թիմի հարձակվողը ավելի հետ է գտնվում, քան Արարատ թիմի պաշտպանվող խաղացողը։ Խաղից դուրսի խախտում չկա։ Խաղից դուրսի խախտումը կատարվել է այն իրավիճակում, երբ կատարվում է վերջին փոխանցումը, նոա թիմի հարձակվողը իր ոտքով ավելի մոտ է գտնվում մրցակցի դարպասային գծին, քան Արարատ թիմի պաշտպանները։ Վար մրցավարները ստուգելով տվյալ իրավիճակը հաստատեցին մրցավարի օգնականի կայացրած որոշումը եւ դարպասի գրավումը չեղարկվեց։ Խաղի 7-րդ գոլը նոա թիմը խփեց 11 մետրանոցի օգնությամբ։ Մրցավարը տվյալ իրավիճակը չգնահատեց որպես խախտում, չնայած գտնվում էր բավական լավ դիրքում, բայց վար մրցավարները դիտելով տեսակրկնապատկերը հրավիրեցին նրան խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Կարող է թվալ, որ Արարատ թիմի պաշտպանը ուղղակի ընկնում է, որի արդյունքում նոա թիմի խաղացողը դիպչում է նրան, սակայն մեր կարծիքով Արարատ թիմի խաղացողը նայում է դեպի մոտեցող հարձակվողը եւ կատարում է որոշակի գործողություն, որպեսզի արգելափակի նրա շարժումը դեպի գնդակը, թույլ չտալով նրան շարունակել գրոհը։ Մրցավարը դիտեց կրկնապատկերը եւ վերջնական որոշումը կայացրեց նշանակել 11 մետրանոց նոա թիմի օգտին։